ABC մեդիայի հարգելի հետևորդներ, մենք շարունակում ենք հարցազրույցների շարքը Գյումրիից եւ այսօր զրուցելու ենք քաղաքապետի Եվրադաշինքի տեխնացու Լևոն Բարսեղյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Բարսեղյան։ Ինչու որոշեցիք առաջադրվել քաղաքապետի պաշտոնում եւ որոնք են ձեր առաջնահերթությունները։ Շնորհակալություն։ Ես համարում եմ, որ ես եւ իմ թիմը ունեն բավարար գիտելիքներ, կարողություններ եւ հմտություններ, ու մենք ուղղակի պարտավոր ենք մեր կարողությունները ներդնել քաղաքի զարգացման համար։ Սա իմ 4-րդ ընտրություններն են։ 2012-16 թվականներ ընտրվել եմ Գյումրու ավականու անդամ, անցած անգամ պարտվել եմ ընտրություններում քաղաքապետի պաշտոնի համար, այս անգամ նորից հերթական անգամ մենք որոշեցինք, որ մեր բազմաթիվ գաղափարները, որոնցով կիսվել ենք նախորդ իշխանությունների հետ եւ ըստ էության ապարդյուն է անցել այդ ամենը, խորհուրդներ ենք տվել, առաջարկություններ չենք տեսել որակյալ արձագանք եւ արդյունք համարել ենք, որ դրանք հասարակ բաներ են, որոնք պիտի արվեին եւ արվեն, կխոսենք հուսամ այդ մասին։ Ճարներս կտրած որոշել ենք առաջադրվել, այսինքն եթե այդ գործերը արվեին մարդավարի, մենք բոլորովին հետաքրքրություն չէինք ունենա շարունակել մեր քաղաքական պայքարը։ Հիմա հասկացել ենք, որ ոչ, հասարակ բաները եթե չեն արվում, մենք պիտի դա անենք, դառնանք իշխանություն եւ անենք։ Այնպես որ շատ հասարակ է։ Մեր պարտականությունն է, սա մեր քաղաքն է, այս քաղաքն է մեզ ծնել աճեցրել եւ մենք պիտի հատուցենք քաղաքին մեր կարողությունների չափով։ Որպես Եվրադաշինքի անդամ, ինչպես եք պատկերացնում Գյումրիի եվրոպական ինտեգրումը եւ զարգացման մոդելը։ Առանձին վերցրած մի քաղաք եվրոպական ինտեգրացիա ունենալ չի կարող ակնհայտորեն։ Խոսքն այն մասին է, որ ես, մեր թիմը, Եվրադաշինքը ստեղծող կուսակցությունները Հայաստանի ապագան տեսնում են եվրոպական ընտանիքում որպես քաղաքակրթական միակ հնարավոր ընտրություն։ Համայնքի հետ կապված հարցն այն է, թե քաղաքը մի քիչ ավելի առաջ կընկնի մնացած համայնքներից եւ Հայաստանից, թե ոչ, թե կմնա ընդհանուր պետական ինտեգրման համատեքստում ինչ-որ բան անող։ Մենք համարում ենք, որ քաղաքացիներին ծառայություն մատուցելու, համայնքային մակարդակում ծառայություններ մատուցելու իմաստով պիտի բարձր ստանդարտներ ունենանք։ Եթե կուզեք եվրոպական ստանդարտներ ունենանք, սկսած ճանապարհային նշաններից, նշագծումներից, վերջացրած գիշերային լուսավորությամբ, կանաչապատմամբ, օդի մեջ փոշի պարունակության, փոշու պարունակության, ցածր ծավալով էլեկտրական, հասարակական տրանսպորտով եւ բազմաթիվ ուրիշ բաներով, համահավասար բոլորին մատչելի նախնական կրթություն, արտադրոցական կրթություն եւ այլն։ Դրա հնարավորությունը ես տեսնում եմ նաեւ այն իմաստով, որ վստահ եմ բազմաթիվ գործընկեր երկրներ, եվրոպական երկրներ, քույր քաղաքներ, որոնք Եվրոպայում են գտնվում, միջազգային կազմակերպություններ եւ հիմնադրամներ իսկապես կարող են օժանդակել Գյումրիում քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարձր որակ ապահովելու հարցում։ Պարոն Բարսեղյան, Գյումրին եվրոպական քաղաք դառնալու հեռանկար ունի հաշվի առնելով, որ այստեղ է գտնվում ռուսական ռազմաբազան, որը ըստ պայմանագրի առնվազն 2 տասնամյակ շարունակելու այստեղ տեղակայել։ Լավ հարց է, շատ հաճախ մարդիկ քաղաքային իշխանությանը, չգիտես ինչու վերագրում են լիազորություններ, իրավասություններ, որոնք պետական են եւ ոչ մի կապ չունեն տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների հետ։ Օրինակի համար, ահա գալիս են, որպեսզի ռազմական բազան հանեն Գյումրի քաղաքից, դա անհետեցություն է, ովքեր այդպիսի մեղադրանքներ են նետում մեր հասցեին, կամ պիտի ընդունեն, որ իրենք տեղյակ չեն տեղական ինքնակառավարման մասին օրենքից, կամ ուղղակի մանիպուլացնում են։ Այս իմաստով միջպետական համաձայնագրերը կամ միջպետական պայմանագրերը, ինչպիսին հայ-ռուսական ռազմավարական գործընկերության պայմանագիրն է, որը ահագին երկարաժամկետ է, կարող է երկարացվել, կարող է չերկարացվել։ Այս պայմանագրի չեղարկումը, լուծարումը որևէ համայնքային իշխանության գործը չէ, այդ թվում Գյումրի քաղաքի գործը չէ։ Դա պետական իշխանություններն են որոշում իրար հետ։ Այլ հարց է, թե բազայի արկայությունը ինչպիսի ազդեցություն ունի մեր համայնքի վրա, դրական, բացասական եւ պետական իշխանությունը Հայաստանի ինչպես է տեսնում Գյումրի քաղաքը այդ բազայի գոյության համատեքստում։ Մի շատ կարևոր խնդիր կա, որին չեն անդրադարձել նախկինում քաղաքային իշխանությունները, պետական իշխանությունները, հետեւյալն է,
որին մենք շատ մեծ ուշադրություն ենք դարձնում եւ ուզում ենք, որ այդ խնդիրը կարգավորվի։ Գյումրի քաղաքի հողերից հատկացված են օտարերկրյա ռազմական բազայի համար որպես կացավայր, իրենց զորամասերն են տեղավորված։ Պետությունները իրար մեջ պայմանավորվել են, որ այդպես պիտի լինի ու պատահաբար չեն նկատել, որ դա Գյումրի քաղաքի հողերն են։ Գյումրի քաղաքի հողերի մասնավոր սեփականատերերը հողի հարկ գույքահարկ են վճարում դրա համար, որը մտնում է համայնքային բյուջե եւ ծախսվում է համայնքային կարիքների համար, ծառայություններ մատուցելու համար։ Բազան օգտագործում է մի քանի քառակուսի կիլոմետր տարածք, որի համար Հայաստանի Հանրապետությունը Գյումրի քաղաքին որևէ փոխհատուցում չի տրամադրում։ Եվ կապ չունի, որ համայնքում է, այդ համայնքին մեր տրամաբանությամբ պիտի ինչ-որ փոխհատուցում տրամադրվի, որովհետև այդ համայնքը այդ հողերը օգտագործել չի կարող, որովհետև պետությունը որոշել է, որ այդտեղ պիտի տեղակայվի այսինչ երկրի ռազմական բազան, կապ չունի, որ երկրի ռազմական բազան։ Այս իմաստով մեր նախընտրական ծրագրի մեջ մենք նախատեսում ենք Հայաստանի պետական իշխանությունների հետ բանակցություններ, քննարկումներ, այն հաշվով, որ Գյումրի քաղաքը պիտի ստանա փոխհատուցում այն գումարի չափով, որքան տուժում է, որովհետև այդ հողերի համար մենք հողի հարկ եւ գույքահարկ չենք ստանում։ Սա հարց է, որը բազան հանել չհանելու հետ կապ չունի։ Տեղափոխելու հետ կապ ունի օրինակ։ Չէ, եթե օրինակ գտել են երկու պետություններ, որ այդ բազան պիտի լինի այսինչ համայնքի տարածքում, Հայաստանը ինչու է դա ստորագրել։ Ստորագրել է, որովհետև համարել է, որ դա նպաստելու է Հայաստանի ազգային անվտանգությանը, չէ՞, պաշտպանում է Հայաստանին հնարավոր արտաքին ռիսկերից։ Չգիտենք ինչքանով է պաշտպանում, հիմա չենք ուզում, ես չեմ ուզում հիմա դա քննարկել, թեպետ պատրաստ եմ քննարկել։ Եվ տրամաբանված է, որ երբ ձեր տան 1000 ներողություն երկու սենյակ զբաղեցնում են Հայաստանի ազգային անվտանգության նկատառումներով, ենթադրվում է, որ ձեզ պիտի փոխհատուցում տան դրա համար։ Նույն տրամաբանությունը պիտի գործեր այստեղ։ Եվ դա ի նկատի չի առնվել ոչ համաձայնագիրը պայմանագիրը ստորագրելու ժամանակ, ոչ էլ դրան հաջորդած 28-29 տարիների ընթացքում։ Մենք համարում ենք, որ պետական իշխանությունը պիտի բացատրել, որ հարգելիս դա Գյումրի քաղաքի բյուջեին զգալի վնաս է, երբ դուք մեր հնարավոր եկամուտներից կտրել եք, լավ եք արել։ Համարել եք, որ կարևոր է, կապ չունի ով է եղել նախագահը այդ ժամանակ, հա, Լևոն Տեր-Պետրոսյան, Ելցին ասենք թե։ Գտել եք, որ պետք է լավ եք արել, բայց ներողություն։ Մեր տնից որոշակի հատված վերցրել եք ազգային անվտանգության նկատառումներով հատկացրել եք այլ պետության։ Ներողություն, բարի եղեք, այդ դեպքում քաղաքին փոխհատուցեք տեղական, ուրեմն ինտեգրման կապ չունի ինտեգրումը որևէ կերպ չի կարող խանգարել, հա, իրենց արկայությանը։ Չի կարող, որովհետև իրենց արկայությունը հակառակ ծայրից կանք, հա, բազայի արկայությունը չպիտի խանգարի Գյումրի քաղաքի ծառայությունների մատուցման բարձր ստանդարտների ներդրմանը, որովհետև դա ինքնիշխան պետության այստեղ ստանդարտը Եվրոպական միության հետ ի նկատի ունեմ, այո, ի նկատի ունեմ, եւ եթե հնարավոր է, որ մենք այլ երկրների բարձր ստանդարտներ կիրառենք այստեղ, հազար ու մի ուրիշ օրինակ կա, որոնք Եվրամիության անդամ երկրներ չեն, բնականաբար ձգտում ենք մենք դրան, որպեսզի ավելի որակյալ ծառայություններ մատուցենք քաղաքացիներին։ Իսկ իրատեսական եք համարում։ Անշուշտ, վերջին ամենաթարմ օրինակը Եվրամիության աջակցությամբ 4 միլիոն եվրոյի աջակցության ծրագիրն էր Գյումրի Վանաձոր քաղաքներին։ Իհարկե այդ ծրագիրը զգալիորեն տապալեցին Վանաձորի եւ Գյումրու իշխանությունները։ Օրինակի համար դրանով նախատեսված էր եւ գնվել է 5-ական էլեկտրական ավտոբուս հասարակական տրանսպորտի համար։ Դրանով նախատեսված էին նոր տիպի աղբամաններ, անիվներով, կափարիչով եւ այլն, այնպես մի մեծ հայտնագործություն չէ, պես թե չուներ Գյումրի քաղաքը դա։ Դրանով նախատեսված են պլաստիկի վերամշակման արտադրամաս կամ գործարան, եթե կուզեք, որտեղ պիտի թափոնային պլաստիկից արտադրվեին կղմինդրներ եւ սալահատակներ պլաստիկից։ Այդ ծրագիրը շատ վատ է իրականացվել, բայց միևնույն ժամանակ դա օրինակ է այն բանի, որ Եվրամիությունը պատրաստական է եղել այդպիսի չափի գումարով օժանդակել Գյումրի եւ Վանաձոր քաղաքներին եւ այդ գումարը մոտավորապես այդ քաղաքների բյուջեի 8%-ի չափով գումար է։ Ես վստահ եմ, համոզված եմ, որ պատշաճ բարեխիղճ համագործակցության դեպքում այդպիսի դրամաշնորհային օժանդակությունները գործընկեր երկրներից, Եվրամիությունից եւ միջազգային կազմակերպություններից գումարած
Գյումրի քաղաքի քույր քաղաքների հնարավոր օժանդակությունները, եվրոպական քույր քաղաքների օժանդակությունները զգալի օգնություն կլինի Գյումրի քաղաքին։ Ներդրումային տեսանկյունից, քաղաքի զարգացման, ենթակառուցվածքների կատարելագործման տեսանկյունից սրանք նվիրատվություններն ու դրամաշնորհներն են։ Վարկային ծրագրերը, համաշխարհային բանկ, վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկ, սա առանձին թեմա է, որոնցից նույնպես Գյումրի քաղաքը ունեցել է ենթակառուցվածքային զարգացումներ ու դեռ ունենալու է։ Եվ եթե հնարավորություն կա, որպեսզի այդ գումարները կան մտնեն Գյումրի քաղաք եւ ոչ միայն ֆինանսական օժանդակություն, մենք դա բերելու ենք Գյումրի քաղաք, այլ կերպ լինել չի կարող։ Տրամաբանությունը սա, իսկ ռուսական ռազմապազան, որ այստեղ եղել է եւ կա, օրգանական կապ չունի Գյումրու տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության թիմի մատուցած ծառայությունների հետ։ Մի երկու խնդիր կա, որոնցից մեկը ես քիչ առաջ ասացի։ Քաղաքական որևէ ուժի հետ պատրաստվում եք կոալիցիա կազմել։ Հանրապետություն կուսակցությունը, որը ձեզ առաջադրած Եվրադաշինքի անդամ է, Երևանում աջակցեց Տիգրան Ավինյանին ընտրությանը։ Այստեղ նույն սցենարի կրկնությունն իրատեսական եք համարում։ Այս հարցը ամենաշատ հնչած հարցերից մեկն է եւ իրավունք ունի հնչած լինելու։ Այդ հարցին պատասխանվել է առաջին անգամ փետրվարի 27-ին, հենց Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն է պատասխանել։ Կուսակցությունը իր բացատրություններն ունի այն բանի, թե ինչու է այդպես վարվել Երևանի դեպքում։ Դաշինքը ստեղծելու համաձայնության հանգամանքներից մեկը եղել է այն, որ երեք քաղաքական ուժերը, ես եւ իմ գործընկերները, որոնք անկուսակցական են, ընդհանուր բացարձակ համաձայնության են հանգել, որ մեր ավականու խմբակցությունը որևէ մեկի հետ չի կոալիցվելու, ոչ միայն քաղաքացիական պայմանագրի, այլև մնացած հնարավոր քաղաքական ուժերի հետ։ Իսկ հնարավոր է, որ օրինակ վերջին պահին ինչ-որ մի բան տեղի ոչ, անհնարին է։ Այսինքն ես դա երաշխավորում եմ։ Եթե նման բանի որևէ տեսական հնարավորություն լինի, որը առարկայանալու շանս ունենա, ես այդ պահին Գյումրու ավականու անդամ չեմ լինելու, որովհետև դա բավականին հստակ պայմանավորվածություն է երեք քաղաքական ուժերի եւ մեր թիմի միջև, փաստորեն 4 խմբերի մասին ենք խոսում մենք։ Ես եւ իմ գործընկերները, որոնք անկուսակցական են եւ մեր թիմում են, նրանք 5 հոգի են, 25-ից 5 հոգին անկուսակցական են։ Եվ իհարկե 3 կուսակցությունների անդամ ավականու տեխնացուները։ Շատերը տարակուսած են, շատերը այս թեման ծաղրուծանակի են վերածում, վայ, չէ, կտեսնեք, հիմա նրանք անցնելու են եւ անմիջապես եւ այլն եւ այլն, սա հստակ որոշվել է եւ ինձ իմացող մարդիկ, իմ խոսքի կշիռը իմացող մարդիկ պիտի իմանան, որ հաճախ են խոսում։ Այո, եթե որևէ մեկը կասկածում է, ուրեմն ինքը ինձ լավ չի ճանաչում, իրավունք ունի լավ չճանաչելու, հա, բայց թե քաղաքական հայտարարությունը մնում է քաղաքական հայտարարություն, արդեն 10 քանի օր է մենք դա հայտարարում ենք, 20 օր է լինում արդեն, հա, եւ մենք մեր խոսքի տերն ենք, այսպես լինելու է։ Ինչու ենք մենք որոշել որևէ մեկի հետ չկոալիցվել։ Կոալիցվել ասածը Հայաստանում տարբեր դրսևորումներ ունի։ Ամենապրիմիտիվ տարբերակն այն է, որ մի քանի պաշտոն կտաս ինձ, ես իմ քվեները կտամ քեզ։ Կա ավելի որակյալ կոալիցիայի ընդհանրապես տեսական տարբերակ, երբ ծրագրերն են համատեղում, փոխզիջումների են գալիս։ Ինչ որ մեկի ծրագրում մի արժեքավոր բան կա, այն կողմը ասում է քվեները դինս դուր, ասում է ես մի գաղափարը եթե իրականացնելու ես, տալու եմ, պաշտոն էլ պետք չի ինձ։ Եվ այլն։ Մենք համարում ենք, որ մեր ծրագիրը ամենապրոֆեսիոնալն է։ Սա մեր համոզմունքն է, մարդիկ կան կարող են ասել չէ։ Մարդկա կարող է իր ծրագիրը քաղաքական ուժ առաջ ասել չէ, մեր ծրագիրն է ավելի լավը։ Քաղաքական ուժ կարող է լինել միայն բուկլետով է յոլա գնում, հա, մի քանի բարբերություն գրել է եւ ջանսաղություն, ինչպես ասում են։ Հիմա մենք համարում ենք, որ ավականու առաջին նիստում, երբ համայնքապետ պիտի ընտրվի, քաղաքական ուժերը հնարավորություն ունեն մեր ծրագրի եւ մեր օգտին քվեարկելու։ Կարող են չքվեարկել, կարող են քվեարկել։ Մենք ոչ մեկի հետ կոալիցիոն գործարքի պաշտոնների տալ առնելու, տվեք մեզ 2 հատ տեղակալի պաշտոն, մենք քվեարկենք ձեր քաղաքապետի օգտին կամ մենք տանք ձեզ չի լինելու նման բան կամենան, թող քվեարկեն Եվրադաշինքի խմբակցության օգտին։ Չեն կամենա, մենք որևէ հարցով կաշկանդված չենք լինել ընդդիմություն ավականու կազմում։ Ես ինքս եղել եմ 2 անգամ ընդդիմություն, մի անգամ մեծամասնական, մի անգամ էլ ընդդիմադիր խմբակցություն, կալա խմբակցության հետ 4 հոգով 33-ի մեջ
Եվ ինչպես տեսնում եք, դեռ ողջ ենք, էլի, հա, սարսափելի բան տեղի չի ունենա։ Մեր ծրագրերը շատ հստակ են, հասարակ են, առանց հեքիաթ պատմելու, առանց սարեր խոստանալու ամենահասարակ բաներն են։ Պարոն Բարսեղյան, Գյումրին շատերը որպես մշակութային քաղաք են հիշում, բայց այստեղ բավական մեծ թիվ է կազմում սոցիալ-տնտեսական խնդիրները։ Դուք ինչպես եք պատկերացնում աղքատության, գործազրկության խնդրի լուծումը։ Ես ուզում եմ, որ հանրային ընկալումների մեջ հստակություն լինի եւ ես նկատում եմ, որ երևի ցմահ այդ մասին պիտի խոսել, որովհետեւ մարդիկ անընդհատ իմանալու, սովորելու կարիք ունեն։ Բանն այն է, որ Հայաստանի մնացած բոլոր երկրների դեպքում էլ գրեթե նույնն է։ Երկու իշխանությունները առանձնացված լիազորություններ ունեն։ Պետական իշխանությունը իր անելիքներն ունի, տեղական ինքնակառավարման մարմինները կամ համայնքային իշխանությունները իրենց անելիքներն ունեն։ Այս իմաստով ամոթ չէ, որ հանրության մեջ շատ մարդիկ շփոթում են սրանք իրար հետ։ Այսինքն համարում են, որ համայնքը ամեն ինչ պիտի անի, պետությունը պիտի ամեն ինչ անի, խառը վիճակ է եւ ես ստիպված եմ լինում միշտ բացատրել, հիմա էլ եմ բացատրում։ Ահագին գործեր կան, որոնք պետական իշխանության անելիքն են։ Ընդհանրապես մեր երկրում ցավոք հաշվի առնելով եվրոպական փորձը հանրային ծառայությունների մի շարք ոլորտներ մնում են պետական, այսինքն պետական իշխանության ձեռքում են։ Հանրակրթությունը օրինակ, առողջապահությունը, Երևանի հետ չշփոթեք, այնտեղ մի քիչ ուրիշ է, հա։ Գյումրու դեպքում օրինակ համայնքային իշխանությունը, ինչպես Վանաձորում, Մեղրիում, Ֆիալետովո գյուղում ոչ մի կերպ գործ չունի պետական իշխանության լիազորությունների մեջ խառնվելու հետ։ Այսինքն պետական կրթությունը համայնքային ենթակայության բան չէ։ Առողջապահությունը, հիմա կանք աղքատությանը, հա, սոցիալական ծանրտրությանը։ Վաղուց հայտնի է, որ եւ ցավոք պատկերը շատ չի փոխվում, Գյումրիում Շիրակի մարզում աղքատության մակարդակը ամենաբարձրն է կամ ամենաբարձրերից մեկն է։ Սրա պատճառները շատ տարբեր են։ Սրա պատճառները չեն ընկած Գյումրու համայնքապետարանի վատ աշխատանքի մեջ եւ վերջ։ Բայց կա չէ բաղադրիչ։ Գյումրու քաղաքապետարանի ջանքերը շատ փոքրիկ են, քիչ ազդեցություն կարող է ունենան աղքատության աստիճանի ուրեմն նվազեցման վրա։ Հիմնական անելիքը դերակատարությունը պետությանն է, պետական իշխանությանն է։ Այո, բայց դուք կարող եք դեսպան լինել այստեղից, որպեսզի խնդիրները ներկայացնեք եւ դրանց պատշաճ լուծումներ առաջարկեն այնտեղից։ Ավելի կոշտ օրինակ բերեմ։ Գյումրի քաղաքը ինքնապաշտպանական ուժեր, զինված ուժեր, գլխավոր շտաբ, ազգային անվտանգության ծառայություն, հետախուզություն, հակահետախուզություն չունի։ Այո, մենք առողջապահական համակարգ չունենք համայնքապետարանային կառավարման մեջ։ Մենք չունենք ուրեմն հանրակրթություն կառավարող որևէ օղակ։ Ունենք արտադպրոցական կառավարման օղակներ, մանկապարտեզ, երաժշտական դպրոց, արվեստի, սպորտի եւ այլն։ Գրադարան կա պետական, կա գրադարան համայնքային։ Թանգարաններ ունենք, որոնք պետական են, թանգարաններ կան, որոնք համայնքային ենթակայության տակ են, այսպեսի խառը սխեմաներ էլ կան։ Ձեր նշած հիմնական հարցերը, հա, սոցիալական ապահովության հարց, աղքատության հարց, որոնց մասին առայժմ խոսեցիք, դրանք մեծամասամբ պետական իշխանության անելիքներն են։ Որոշ բաներ, օրինակի համար, համայնքապետարանի աշխատողների եւ համայնքապատկան հիմնարկների աշխատողների սոցիալական ապահովության համար մեր նախընտրական ծրագրում առնվազն 2 կետ կա, էլի բաներ կան, բայց այդ երկուսը ակնհայտ են։ Մենք պլանավորում ենք, նկատում ենք, տեսնում ենք, որ հնարավորություն կունենանք այս աշխատողների աշխատավարձերը բարձրացնել 30-ից 60%-ով առաջիկա 3 տարիների ընթացքում, ոչ թե 5 տարվա ընթացքում։ Երկրորդը հետևյալն է, որ չի եղել երբեք այս համակարգերի աշխատողներին ապահովել սոցիալական փաթեթներով։ Պետական աշխատողները, քաղծառայողները ունեն դրանից եւ շատ վաղուց ունեն, ինչպես գիտեք, հա, հանրակրթական դպրոցների ուսուցիչներից համայնքապետարանի աշխատողները եւ հոակների համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների չեն ունեցել երբեք մեզանում, հա։ Հիմա մենք բյուջեն քրքրել ենք, գտել ենք փողեր եւ հնարավոր ռեսուրսներ, որոնց հիման վրա անում ենք ոչ անպագորգոր հայտարարություն, այսինքն այնքան գումարի տեղ գիտենք, որպեսզի բոլորս մոտավորապես 2000 աշխատողներին ապահովենք սոցիալական փաթեթով։ Հիմա տեսեք, այս մասերով մենք սա կարող ենք անել։ Եթե ավելի խորանանք անուղղակի ազդեցությունը համայնքի աղքատության աստիճանի նվազեցման վրա,
պիտի բերեմ բազմաթիվ օրինակներ, դրանցից մեկ օրինակ փողոցների բարեկարգումն է։ Հիմա մեկը միամիտ կարող է ասել, դա ինչ կապ ունի աղքատությանը։ Եթե ավտո ջարդում ես այդ փողոցներում, հա, դու ավելի ես աղքատ անում։ Իսկ եթե մարդավարի ենթակառուցվածքները սարքել ես, այդ դեպքում դու կարողանում ես ինչ որ չափով մարդկանց, վարորդների, դու չգիտեմ, քաղաքացիների անհարկի ծախսերը, որոնք կարող ես չանել, բայց անում ես, կարող ես նվազեցնել ու բազմաթիվ այդպիսի ոլորտներում զեղչերի եւ արտոնությունների համակարգեր տարբեր խմբերի համար։ Եվ վերջին հարցը. Պարոն Բարսեղյան, ինչ հնարավորություններ եք պատրաստվում ստեղծել երիտասարդների համար, որպեսզի նրանք այստեղ մնան եւ շարունակեն ապրել, աշխատել Գյումրիում։ Հա, ես էլի հիշեցի պոպուլիստական խոստումներ, որոնք առաջին անգամ չէ եւ միայն այս անգամ չէ, որ հնչել են, բոլոր ընտրություններին հնչել են։ Մենք ստեղծելու ենք աշխատատեղեր 5000, 10000, 20000, 30000 բան։ Երբ խորանում ես, հարցնում ես, կպատմես ինձ հարգելի քաղաքապետի տեխնացու կամ ավականու անդամության տեխնացու, ինչպես է դա լինելու, որակյալ պատասխան չկա։ Ահա կընտրեն ինձ, կանենք կտեսնենք։ Բայց ասում ենք լավ է մեխանիզմը բացատրեք, էլի։ Ես որ խոսում եմ սոցփաթեթների մասին, ես գիտեմ, որ դրակինը մոտավորապես 140 միլիոն դրամ է։ Բյուջեի միջից ես կարող եմ դա ցույց տալ։ Ինձ ոչ ոք չի կարող ասել, ես ինչ հեքիաթային բաներ ես պատմում, էլի, հա։ Հիմա համայնքային իշխանությունը անմիջականորեն այդպիսի զանգվածային աշխատատեղեր նաև երիտասարդների համար ստեղծելու ոչ հնարավորություն ունի, ոչ իրավ։ Բայց խոսքը միայն աշխատատեղերի մասին չէ։ Ես ամենակարևոր տեղից բռնեցի, ինչու՞։ Որովհետև որևէ տեղում մնալու, ապրելու, արարելու, նվիրվելու համար կարևոր պայման է ունենալ կայուն եկամուտներ։ Դա կարող է լինել ինչ-որ մեկի մոտ աշխատողի կարգավիճակում, կարող է լինել անհատ ձեռնարկատիրոջ ինքնուրույն ինչ-որ բան մոգոնելու, գործ ստեղծելու։ Մենք ունենք բազմաթիվ լավ օրինակներ, դրանք զանգվածային չեն, անհատներ, որոնցից ոչ ոք չէր սպասում, որ ինքը կկարողանա որպես անհատ եկամտաբեր բիզնես ստեղծել, շահույթով աշխատել, տունը պահել ու ոչ մի դեպքում չմտածել այստեղից արտագաղթելու մասին։ Դա ամենակարևորն է։ Ժամանցային հնարավորությունները երիտասարդության համար կարևոր են, բայց այնքան կարևոր չեն, որքան աշխատատեղ ունենալու հնարավորությունը։ Եթե որևէ երիտասարդ կելնիկ ասի, չէ, ինձ տվեք ժամանցի հնարավորություն, ճանդամ նեղնի աշխատանքը, չեմ հասկանում եք, որ անհետեթություն կլինի, էլի, հա։ Ընդհանրապես համայնքի տարածքում հատկապես այն թաղամասերում, որոնք կենտրոնից հեռու են ընկած, մեր ծրագրում գրված է, ինչ որ պատմում եմ այնտեղից է։ Մենք նախատեսում ենք ընդհանրապես ունենալ համաչափ համայնքային զարգացում, որպեսզի փողերի մեծ մասը չներդրվի կենտրոնում, այլ ծայրամասերին տիրություն արվի։ Նախատեսում ենք ոչ միայն երիտասարդների, այլև տարեցների համար ժամանցային կոտիների ստեղծում, որոնք այնքան ծախսատար չեն, 10-15 միլիոն դրամանոց համայնքային կենտրոններ, հիմնականում առայժմ բացօթյա կենտրոններ, որոշ ծածկերով։ Դրանք տաղավարներն են, դրանք զանազան խաղերն են, որոնցով կարող է կահավորված լինել փոքր կինոդահլիճներ, կինոսրահների առկայությունն է, պրոյեկտորներով եւ այլն։ Վերջապես բարեկարգ միջավայրն է, կանաչ տարածքներն են, ցանկապատերն են, ոչ թե գարաժ, բալագան, բլաձ ավտո, քանդած ժեշտ, տարբեր գույների եւ տարբեր տարաշրջանների ժանգերով պատված եւ այդպիսիք շատ կան։ Ձեզ եմ խորհուրդ տալիս լինել այդ ծայրամասային թաղամասերում տեսնել։ Բավական շատ շրջել ենք հենց ծայրամասային հատվածներում։ Փոշու հետ ինչ հարաբերություններ ունեցաք այսօր։ Շատ անմիջական։ Անտանելի էր, չէ՞, հա։ Այո, բավական անմիջական, որովհետև երբ որ մենք նկարահանումներ էինք անցկացնում Գյումրու ծայրամասերում, տեսնում ենք, թե ինչ վիճակում են գտնվում փողոցները։ Այնտեղ գլխավոր ճանապարհներն ասֆալտապատված էին, իսկ երկրորդական ճանապարհները անմխիթար վիճակում էին գտնվում, ու այդ փոշին երկրորդական ճանապարհներից բերում հասցնում հենց գլխավոր ճանապարհներ, նաև այնտեղ աղբահանության խնդիրների մենք ականատես եղանք։ Շնորհակալություն, դուք այն աչալուր լրագրողներից եք, ինչպիսիք շատ չեն Հայաստանում, գալիս կենտրոնը նկարում են, վայ, էս ինչ լավ է, զբոսաշրջիկները, ավտոբուսը, եկեղեցին, մայթը, թեքահարթակը, մաշվող նոր կառուցված թեքահարթակը 2 տարվա քանդվել է եւ այլն, հա, իսկ այդ կողքու բոլորը այդ տնական թաղամասեր մտնելու խասյատ չունեն շատ լրագրողներ։ Այնպես որ մեր նպատակներից մեկն է մարդավայել արժանապատիվ համայնք ստեղծելի վերջո։ Ես ինչ որ խոսում եմ, ես նոր չեմ խոսում։ 30 տարի որպես լրագրող խմբագիր ավականու անդամ հասարակական գործիչ խոսել ասել ենք։ Ես այն մարդկանցից չեմ, որ խոսում եմ այս մասին ընտրությունից ընտրություն եւ գրվել է, առաջարկվել է
համայնքապետերի հետ ենք բարբերաբար խորհրդակցել, երբ իրենք կարիքն ունեցել են, բացատրել ենք, որ սրանք պիտի արվեն։ Խոշոր հաշվով չեն արվել։ Եվ ինչպես ասացի սկզբում, ճարներս կտրած մենք առաջարկում ենք մեր ծառայությունը քաղաքին, կուզեն կծառայենք։ Չեն ուզի, թող ծառայեն նրանք, ում կնախընտրեն, պրոբլեմ չկա այստեղ, այսինքն դրանից հետո էլ ենք մենք այս խնդիրները նկատելու եւ խոսելու։ Երիտասարդների հետ կապված իրենց համար հարմարավետ միջավայր պետք է լինի։ Օրինակ, հեծանվուղիների նախագծման եւ կառուցման մեկնարկ։ Ես շատ կուզեի, որ իհարկե բոլոր, ուրեմն գլխավոր մայրուղիները ունենային հեծանվուղիներ մայթերի վրա, այսինքն իրենք լինեին, այսպես ասած, ինքնաբավ հեծանվուղիներ, որպեսզի հեծանվորդները ավտոմեքենաների հետ չգնային գային։ Սա ծախսատար է, բայց նախագծումը, հետազոտումը կարելի է անել եւ սկսել ինչ-որ բաներ անել, ինչ-որ հատվածներում հեծանվուղիները։ Կենտրոնները արդեն ասացի, ունենք ՀՕԱԿ համայնքային ոչ առևտրային կազմակերպություն, որտեղ որի կարողությունները պիտի զարգացնել, շենքային պայմանները պիտի բարենորոգել, պրոբլեմներ կա, հա, այդ շենքում քաղաքի կենտրոնում է, լավն է, վատը չէ, հա, եւ հնարավորինս շատ երիտասարդների ներքաշել տեղական ինքնակառավարման մեջ։ Այդ թվում նաև ուրեմն քաղաքացու բյուջեի կոնցեպտի շրջանակներում խոսքն այն մասին է, որ համայնքը իր բյուջեից տարեկան պիտի հատկացնի մի տրամագլուխ 1% կամ 0.5%, որը տրվելու է համայնքային հարցման։ Մարդիկ պիտի նույնականացնելով իրենց անձը մտնեն գաղափարներ առաջարկեն, թե ինչպես կուզեին, որ ծախսվեր այդ գումարը։ Երևանում դա վաղուց է արվել, նախանցած տարի, անցած տարի Հայաստանի 4 համայնքներում է արվել այս տարի։ Պատկերացնում եք անմիջական շփումների միջոցով նաև առաջարկին ու երիտասարդ հանրային մասնակցությունը, ոչ ձևական մասնակցություն, սա նկատի ունեմ այն տեսանկյունից, որ տեղական ինքնակառավարմանը մասնակցությունը չպիտի լինի ընտրությունից ընտրություն, ինչպես լինում է որպես կանոն, այլ ընտրությունների արանքում ընկած ժամանակահատվածում քաղաքացիները եւ հատկապես երիտասարդները պիտի ներքաշվեն որոշումների կայացման մեջ, հանրային լսումների, քաղաքացու բյուջե ծրագրի եւ բազմաթիվ ուրիշ գործիքներով, էլեկտրոնային հարցումներով, SMS եւ այլն, բայց պիտի մարդկանց բան առաջարկես։ Շատ է եղել, երբ քաղաքացին դիմել է համայնքային իշխանության, ասել է, այս բանն եմ ուզում լինի, բյուջեն հանել, փռել են թեմա, ասել են, հիմա ցույց կտաս էլի, ես որ փողով եմ դա անելու, հազիվ ծերին եմ ես հասցնում։ Իսկ մենք համարում ենք, որ իսկապես հնարավորություն կա երիտասարդությանը ներքաշել որոշումների կայացման գործընթացի մեջ եւ դա չանել ձևականորեն, ասենք ստեղծել երիտասարդների խորհուրդ քաղաքապետինքից, որը ժամանակին, ասենք 3 ամիսը մեկ հավաքվում է ձևական նիստի, նկարում են, ցույց են տալիս, բայց իրական ազդեցություն չունի։ Իրական այդպիսի բաներ շատ են եղել մարզպետինքից, то չգիտեմ, քաղաքապետինքից, որոշ տեխնացուների ծրագրերում էլ կարող եք դա գտնել։ Ես համարում եմ, որ ոչ միայն երիտասարդների, ծերերի, միջին տարիքի գործազուրկների, то փախստականների, то աստեղ ապրող Ռուսաստանից փախածների, Հնդկաստանից եկածների եւ այլն, վերջը համայնքի բնակիչներ են այդ մարդիկ։ Որոշները քաղաքացի չեն, բայց համայնքի բնակիչներ են։ Այս իմաստով մեր ծրագրի մեջ շահաքին բան կա գրած, համառոտ տարբերակը 10 էջ է մեր ծրագրի, կտանք, որպեսզի դուք ունենաք ծանոթանաք, ավելի ընդարձակ, ավելի մանրամասն սիրով ցանկացած մեկին։ Մրցակից քաղաքական ուժերին պատրաստ ենք բացատրել, թե ինչ ենք ուզում անել, ճիշտն ասած, միշտ ենք բացատրել։ Հրապարակային ելույթներով, հաղորդումներով, հարցազրույցներով եւ շեշտեմ քաղաքապետարանից երբ որևէ մեկը երբևէ անցած 30 տարիների ընթացքում զանգել ասել է «Էս ինչ բանը մեզ կբացատրեք, ձեր խորհրդի կարիքն ունենք»։ Կապ չունի ինչքան են քննադատած եղել այդ քաղաքապետերին կամ տեղակալներին, անմիջապես պատրաստական ենք եղել, որովհետեւ մեզ համար դոմինանտը քաղաքն է։ Շարունակելու եք ընկեր։ Միշտ, ուրիշ կերպ, ինչպես եք ասենք, մյուս տեխնացուների նման, շատերի նման, հա, ընտրությունից առաջ հիշում են, խոսում են, քննադատում են, պարտվեցին հանկարծ, մեկ էլ այդ մարդկանց ցենը այլևս չեք լսում։ Ամեն օր դուք դա տեսնում եք։ Բացեք Երևանի ընտրություններում պարտված ավականու կազմում չհայտնված քաղաքական ուժերի, ավականու տեխնացուների, առաջնորդների հրապարակային խոսքը 23 թվականի սեպտեմբերից հետո որոնեք, հա, որոնեք, գտեք թե այդ մարդիկ ինչ են անում, իրենց այն գաղափարները, որոնք իրենք պնդում էին, որ Երևանի համար շատ կարևոր են։ Հա, բայց եթե մեկը ինչ որ ամենահասարակ բանն ասեմ,
Գյումրին կարիք ունի հասարակական զուգարանների։ Հասարակ բան է, չէ՞։ 30 տարի կարիք ունի քաղաքակիրթ հասարակությանը վայել հասարակական զուգարանների։ Հիմա սա որ ասել ենք 30 տարի եւ դրանք չկան։ Ինչ եք կարծում, ասենք, այս ընտրություններից հետո ես մոռանալու եմ այդ մասին։ Իհարկե պիտի պնդվի, շեշտվի, ել չեմ ասում լուրջ գաղափարների, ավելի ծանր գաղափար, այս ամենասդից բանն է։ Ամփոփենք մեր հարցազրույցը, այսինքն դուք կարծում եք, որ հետևողականություն է պետք անկախ նրանից իշխանություն եք, ընդդիմություն եք, թե պարզապես սովորական քաղաքացի, լինի Գյումրիում, Երևանում, Վանաձորում, թե այլ քաղաքում։ Մարդը իր գաղափարներին հավատարիմ պետք է լինի, բայց մեկի գաղափարը ուտել խմելն է, ասենք կաշառք ստանալն է, մյուսի գաղափարը հանրային շահի պաշտպանությունն է, քաղաքը պաշտպանելն է։ Ես այս թաղում եմ ծնվել, մեծացել, էլի։ Ես չեմ կարող պատկերացնել, որ մեր թաղը եւ մեր քաղաքը պիտի վատը լինի կամ պիտի վատը մնա, պիտի տուժած լինի, փոշին ելնին լցվի մարդկանց բերանը, տնագները ուրեմն քայքայվեն եւ ավիրեն ամբողջ քաղաքը։ Այդ ամբողջը պիտի նորոգվի, բարենորոգվի եւ զարգացվի։ Դրա համար հայտնի է, որ ես ջանք չեմ խնայել։ Չկա մի օրինակ, որ մեկը ելնի ասի ինձ Լևոն, ես ինչ օրը պիտի քայր, ես ինչ տեղից սեղանի անկյունը բռնեի, որ ծերը բռնեի, տեղափոխեինք ստեղ, ասի չէ, ես հավես չունեմ, ժամանակ չունեմ։ Շնորհակալություն հարցազրույցի համար։ Շնորհակալություն։ ABC մեդիայի հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում էինք Գյումրու քաղաքապետի Եվրադաշինքի թեկնածու Լևոն Բարսեղյանի հետ։